Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր իրական զրույցի հերթական թողարկումն է, որի ընթացքում մենք զրուցելու ենք Բարձունք հասարակական կազմակերպության առաջնորդող խորհրդի անդամ Գեղամ Օհանյանի հետ։ Սիրելի Գեղամ, շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Կխոսենք այսօր, կփորձենք ավելի շուտ անդրադառնալ մշակութային քաղաքականության առհասարակ եւ ուզում եմ որպեսզի մեր զրույցը սկսենք ձեր Facebook-յան մի գրառումից ամիսներ առաջ, երբ մեծ աղմուկ բարձրացավ, հանրային աղմուկ բարձրացավ Հայաստանի Հանրապետության սահմանապահ կնիքից դրոշ Արարատի պատկերը հանելու վերաբերյալ դուք գրառում արեցիք, թե ինչպես հանրությունը կարող է արդյունավետ ուղղորդել այդ էներգիան եւ իր անհամաձայնությունը վերածելով գործի, ստեղծելով մնայուն արժեք արտահայտել։ Կխնդրեմ, որպեսզի եւ առաջարկեցիք սկսել դրամահավաք, որի օգնությամբ Բարձունք հասարակական կազմակերպությունը հանձնարարավ նկարել հայոց պատմության վերաբերյալ անիմացիոն ֆիլմերի շարք։ Ի ուրախություն մեզ, այդ առաջին ֆիլմը արդեն պատրաստ է, ես բախտ եմ ունեցել այն տեսնել եւ ասեմ, որ հոյակապ գործ է ստացվել եւ խնդրում եմ, որպեսզի Գեղամը մի փոքր ավելի մանրամասնի այս գործը եւ այնուհետ կանդրադառնանք մնացած թեմաներին։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր ու կարևոր թեմա է։ Սկզբից կամ ընդհանրապես հանրային դաշտում, հատկապես սոցմեդիայում նման իրավիճակներ շատ հաճախ է ստեղծվում, եթե մենք տևական ժամանակ դիտարկում ենք սոցիալական մեդիան այս տեսանկյունից, սենց առիթներ, սենց հնարավորություններ հաճախ են առաջ գալիս, որովհետև անընդհատ ինչ-որ քաղաքական ու մշակութային շարժեր են լինում մեր կյանքում եւ Արարատի հետ կապված թեման դրանցից մեկն էր։ Փաստորեն Արարատ լեռը, որը հայի մեջ սենց դաջված հենասյուներից մեկն է արժե համակարգային առումով, փաստորեն կպել էին Արարատին ու դա մեծ աղմուկ էր բարձրացել ու այն մարդիկ հանրային դաշտում, ովքեր տևական ժամանակ հետևում են նման գործընթացներին, շատ լավ հասկանում են, որ այդ աղմուկները շատ հաճախ ուղղակի աղմուկ էլ մնում են, այսինքն բարձրացվում է այդ բողոքի ձայնը, մարդիկ բողոքում են, լիցքաթափվում են ու ավարտվում է այդ process-ը ու ոչ մի ձև դա չի նյութականացվում, ոչ մի ձև դա արդյունք չի դառնում, թեկուզ ոչ նյութական արդյունք, ոչ մի ձև չի դառնում։ Իսկ դառնալու կամ դարձնելու համար պետք է մտածել սառը գլխով ու աշխատել այդ ուղղությամբ։ Ու այս Արարատի թեման, որ բարձրացավ, ոնց որ մտածելու տեղիք տվեց, առիթ տվեց, թե ինչ կարելի է անել արժեքային հենց դաշտում, մտածողության դաշտում, որպես այդ պարտվողական վեկտորին հակառակ վեկտոր ու ծնվեց այդ միտքը, որ մենք կարող ենք, եթե հայոց պատմությունը դառնում է Հայաստանի պատմություն, չգիտեմ, Արարատը դառնում է Արագած եւ այլն, սրան հակարժեք, ավելի ծանրակշիռ, մնայուն գործ է պետք ստեղծել ու ծնվեց այդ ֆիլմաշարի գաղափարը, որը կգա լրացնելու կրթության ոլորտում լիքը հարցեր ու հանրային դաշտում կստեղծի ավելի արժեքավոր բավարարվածություն։ Դե բնականաբար նման բան ստեղծելու համար ոչ միայն ցանկություն ու ծրագիր է պետք, այլ նաև միջոցներ են պետք։ Դրա համար ծնվեց այդ գաղափարը, որ կարող ենք դրամահավաք անել ու սկսել ֆիլմաշար։ Մեզ համար մի փոքր հեշտ է, որտեղ մենք արդեն վաղուց հանրային դաշտում ենք, մեր շրջանակներում գիտնական ընկերներ կան բազմաթիվ, տեխնիկական սպասարկման ոլորտում, անիմացիայի ոլորտում, նկարահանման ոլորտում մեծ շրջանակներ ունենք ընկերների ու իրանց հետ շատ դժվար չէր հաշվարկ անելու, հասկանալը, թե մեկ ֆիլմը, ասենք 10-15 րոպեանոց ինչ կարժենա։ Այդ հաշվարկը անելուց հետո արագ այդ կարծեմ 1-2 օր տևել ընդամենը, որ ես փորձեցի հենց իմ էջում էլ փորձարկում անեմ իմ սոցիալական էջում Facebook-ի ու աշխատեց, այսինքն այդ աղմուկը, որ բարձրացել էր Արարատի
շուրջ մարդիկ հասկացան, որ դա պետքա բացի աղմուկից դառնա ինչ-որ մի հատ հակազդող արժեքային ինչ-որ ծանրակշիռ վիճակի մի բան պետքա ստեղծվի ու դրեցինք կազմակերպության հաշվի համարը հատուկ այս ֆիլմի համար նախատեսված ու սկսեցինք դրամահավաք նյութը ինքը իրանով տարածվեց հավաքվեց 423,000 դրամ ընդամենը մոտ 3 անգամ ավելի քիչ քան անհրաժեշտ էր բայց մենք արդեն ունեինք այդ քաղաքական որոշումը որքան էլ հավաքվի մենք առաջի բանը նկարել ենք սերիան նկարել ենք ու նկարեցինք ինքը նախատեսվածից մի փոքր ավելի երկար տևեց որովհետև ամբողջությամբ կարելի ասել կամավորական բանի վրա էր աշխատանքի վրա էր հենված բայց ստացանք այն արդյունքը հետո առաջիններ մի քիչ խնդիրները ամեն դեպքում շատ էին էլի ինչպիսին պետքա լինի ֆիլմը հիմա արդեն հստակ է ինչպիսին պետքա լինի հաջորդ սերիան ավելի արագ կլինի ես գրառման մեջ խոստացել եմ որ մեկ սերիան 10 րոպեանոց մեկ ամսում ստանալու ենք կարծում եմ կարող ենք մնալ դրա շրջանակներում եթե ֆոնդը ստեղծվի ու այս ֆիլմը ստեղծվեց որը դուք արդեն տեսել եք ու ասացիք ձեր կարծիքը այդ ֆիլմի մասին օգտվեմ առիթից ասեմ որ ամսի 18-ին պրեմիերա է լինելու չգիտեմ մեր հաղորդումը երբ եթեր կգնա ամսի 18-ին երեկոյան 7:30 բոլորին հրավիրում ենք Բարձունք կենտրոն առաջի հարկ դահլիճում տեղի կունենա ֆիլմի պրեմիերան ու մի քիչ էլ այնտեղ ավելի մանրամասն կպատմենք թե ոնց ծնվեց, ինչ խնդիրներ ենք լուծում ֆիլմով ու ինչպես ենք պատկերացնում այդ ֆիլմաշարի շարունակությունը, որից հետո արդեն խոստացված ձևով այն դառնալու է հանրության սեփականությունը, երևի Ամանորի տոների հետ կապված կհայտնվի համացանց։ Այո, շատ լավ նվեր կլինի Ամանորին ընդառաջ, բայց բնականաբար մեր բոլորի համար ավելի լավ նվեր կլինի, երբ որ ծրագիրը դառնա շարունակական եւ մնացած սերիաները եւս նկարահանվեն։ Իրականության մեջ մշակույթը եւ հատկապես նրա ավելի շատ վիզուալ բաղադրիչը, այսինքն ֆիլմերը, հեռուստատեսությունը, այն ինչը որ այսօրվա 21-րդ դարի մարդը հետաքրքրության դիտում է, համարվում է աշխարհում ամենահզոր զենքը, որ այսինքն փափուկ օր, որի միջոցով ցանկացած մարդու կարելի է դարձնել այն, ինչ քաղաքական սուբյեկտները ուզում են կամ ստիպել մտածել ավելի համոզել մտածել այն, ինչ որ ուզում են։ Օրինակ ես նախորդ տարիներին դեռ մինչև 2020 թվականը վստահ էի, որ եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ցանկություն ունենար եւ տեսլական ունենար մշակութային քաղաքականության մի քանի բարձրորակ հեռուստասերիալների միջոցով, որոնց միջոցով ինքը դուրս է գալիս միջազգային շուկա, կարող է շատ ավելի մեծ դրական տեղաշարժ ունենալ նույն Արցախի բանակցությունների հետ կապված, հայկական Արցախ աշխարհին ներկայացնելու գործում կամ նույն, ասենք, մեր մշակութային քաղաքականություն, մշակութային ժառանգություն աշխարհին ներկայացնելու գործում, ինչը ցավոք սրտի երբեք չի եղել եւ ոչ միայն երբեք չի եղել, այսօր մենք տեսնում ենք դրա օտարումը։ Եվ ըստ էության մշակութային դեգրադացիան դարձավ այն պատճառը, որ Հայաստանը այսօր գտնվում է լրջագույն քաղաքական, ազգային, պետական ճգնաժամի մեջ։ Դուք բավականին երկար աշխատել եք հանրային դաշտում, աշխատել եք տարբեր շերտերի մարդկանց հետ եւ հետաքրքիր է Բարձունքի եւ անձամբ ձեր դիրքորոշումը ռազմավարական պատկերացումները առհասարակ պետության մշակութային քաղաքականության շուրջ, որովհետեւ այո, այս ֆիլմը, որի մասին խոսում ենք, դա հանրային միջոցներով է իրականացվում եւ ֆիլմաշարքն էլ կարող է հանրային միջոցներով իրականացվել, բայց իրականության մեջ լրջագույն արդյունքներ ապահովելու համար դա առաջին հերթին պիտի դառնա պետական ռազմավարություն։ Այ հետաքրքիր է Բարձունքը ունի, դուք ունեք այդ մշակութային ռազմավարական տեսլականը, որը ըստ ձեզ կբերի իրապես ավելի ուժեղ, կենսունակ, դիմակայուն Հայաստանի ձևավորմանը։ Հարցը շատ բարդ ու բազմակոմպոնենտ հարց է ինքը։ Փորձենք մի քանի ճյուղին անդրադառնանք։ Նախ այո, անխոս չի քննարկվում այն հարցը, որ պետքա պետությունը ունենա իր ազգային նպատակների մեջ նաև մշակութային կոնկրետ քաղաքականությունը, բայց քանի որ մենք չունենք նորմալ ազգային պետական նպատակներ
ռազմավարություն, այսպես ասած, որը ուղղված է հերոին, այսինքն առնվազն 30, 40, 50 տարի հետոին, ել չեմ ասում 100-200 տարվա մասին, ոնց որ աշխատում են մեր որոշ հարևաններ։ Մենք չունենք, այո, պետական մշակութային, ինչպես իրենք հայտնի խոսքը կա, առանց իզմերի են առաջնորդվում ու մենք մնացել ենք անգամ նաև առանց ազգայինի։ Հիմա անդրադառնանք նրան, թե ինչա իրենց ենթադրում այդ ազգային մշակույթը ու արդյոք դա դեգրադացիա է, թե այլ կերպ պետք է դրան անվանենք։ Տեսեք, մշակույթի պակաս վերջի տասնամյակներում չկա։ Կա ազգային մշակույթի աղքատություն, այսինքն մշակույթ որպես այդպեսին հիմա հոլիվուդյան ֆիլմներ է, չէ՞, որոշակի մշակույթ է ու ինքը արկա է ու ինքը արկա է այնքան մեծ ծավալների, որ մարդը չի հասցնի այդ ամբողջին դիրապետի ծանոթանա։ Կա ազգային, հատկապես 90-ականների սկզբին, երբ որ մեր հանրապետությունը ձևավորվեց, ազգային մշակույթի աղքատություն եղավ, որովհետև մինչև այդ առանձնապես չկար, ճնշվում էր սովետական միության կողմից, հետո ստեղծվեց արդեն Հայաստանի Հանրապետությունը, որը պետքա մշակեր ու ստեղծեր իր ազգային մշակույթի ռազմավարությունը, որը չարեց, ու ոնց որ դուք նշեցիք, դա մնաց հանրային դաշտի ուսերին։ Ես պետք է ասեմ, որ չնայած մեր քաղաքական դաշտը վերջին 30-35 տարիների ընթացքում ձախողված քաղաքականություն է վարել, նույնը չեմ կարող ասել հանրային դաշտի մշակույթը պահող հատկապես մարդկանց ու կազմակերպությունների մասին, որովհետև իրենք իրենց ուժերի ներածին չափով հնարավորինս փորձեցին ոչ միայն պահել, այլ զարգացնել նաև դա, ու մենք կարող ենք նշել բազմաթիվ ճյուղեր, ազգային պարից բռնած, մինչև տարբեր ուղղություններ, ու մենք պետքա մեր շնորհակալությունը նաև հայտնենք այդ սերնդի արած քրտնաջան աշխատանքին, բայց մենք պետքա նաև հասկանանք, որ որքան էլ պետությունը չի կարողանում կամ չի ուզում գուցե դա վերածի ռազմավարության կամ գուցե ճնշում են չի կարում կամ գուցե ինքը իրենով չի ուզում, չի ցանկանում կամ չի կարևորում, բայց առնվազն մտավորական վերնախավը Հայաստանում ունի անհրաժեշտությունը իր ուսերի վրա նաև վերցնելու այդ ռազմավարության մշակումը, որը եթե ոչ այսօր, գոնե վաղը կդառնա նաև այդ պետական ռազմավարական մտածողության մշակութային մասը, ու եթե գանք մեր բարձունքի գործունեությանը, ապա գիտեք, մենք որդեգրել ենք կրթություն 20 տարի ու աշխատում ենք պատանիների ու երիտասարդների հետ, ու մեր կրթական ողջ process-ի մեջ մշակույթը ամբողջությամբ սինթեզված ներգրաված է, որովհետև առանց մշակույթի դու չես կարող մարդու հետ կրթական process իրականացնես սառը ինչ-որ ձևով, որ հաճախ սովետական ժամանակ տեղի էր ունենում, չնայած սովետը ինքը նաև մշակութայնացնում էր իր process-ը այլ կոմպոնենտներով, որը այսօր էլի բացակայում է, ու այո, մենք դրա չեմ կարող ասել, որ մենք պատրաստի մշակած մշակութային ռազմավարություն ունենք, բայց գնում ենք այդ ճանապարհով, որ ունենանք, ու առնվազն այն ինչը որ հստակ է ու պարզ է, որ մենք պետքա փոխանցենք մեր սերունդներին, այդ ամեն ինչի վրա կոնկրետ աշխատանք է տարվում, ու արդյունքներն էլ տեսանելի են, այս ֆիլմը դրանցից մեկն է, շատ կարևոր է նաև արձանագրել, որ մշակույթի մեջ, ազգային մշակույթի մեջ, սա շատ նուրբ հարց է, բայց մենք պետք է նաև հասկանանք, արդյոք ազգային մշակույթի մեջ ամեն ինչ լավն է,
թե կան բաներ, որոնք արդեն իրենց խնդիրը ժամանակին լուծել են ու հիմա արդեն այդ խնդիրը առկա չի ու այդ մեր մշակույթից օրինակ կարա դուրս գա կամ մնա անցյալում որպես պատմամշակութային ժառանգություն ու մենք փորձենք նաև զուգահեռ նոր մշակույթ ստեղծենք այն մշակույթի կողքին, որը կարելի է ասել հարատև է ու անընդհատ առկա է։ Այս էլ է շատ կարևոր հարց, դրա համար է դժվար մշակութային քաղաքականությունը կամ ռազմավարությունը բերել ինչ-որ ավարտուն վիճակի, գուցե անհնարել է բերել իրան ավարտուն վիճակի, բայց մենք պետքա նախ հասկանանք ինչ ենք երազում, ինչ երկիր ենք երազում ու այդ երազանքից բխեցնենք նաև մեր մշակութային ռազմավարությունը, իհարկե նաև մնացած բոլոր ծրագրային ռազմավարական հարցերը։ Լիովին համամիտ եմ, հենց այդ հարցն էի ուզում անդրադառնալ, ձեր խոսքը եզրափակեցիք դրանով, նշեցիք մտավորական վերնախավը, կարծում եմ կարևոր մի դիտարկում ունենք, որ մտավորական վերնախավը իմ պատկերացմամբ համենայն դեպս միայն մարդիկ չեն, ովքեր ասենք լավ արվեստաբան են, արվեստագետ են, տիրապետում են մշակույթի այս կամ այն ճյուղին, մարդիկ են, ովքեր ունեն հստակ ազգային մտածելակերպ, ովքեր ինչու՞ չէ նաև ունեն պայմանական քաղաքական գիտակցություն։ Որն է այդ պայմանական քաղաքական գիտակցությունը, այդ դուք նշեցիք, որ նախ պիտի հասկանանք, թե մենք ինչ երկիր ենք երազում։ Այսինքն պիտի լինի այդ տեսլականը, այն Հայաստանի տեսլականը, որին համապատասխան արդեն մշակութային գործիչը սկսում է գործել։ Ցավոք սրտի մեր այսպես ասեմ, մշակույթի դաշտում գործող գործիչներից շատերին թվում է, թե մշակույթը ինքն իրենով գոյություն ունի ինչ-որ դատարկ վակուումային դաշտով։ Այսինքն չկա այդ գիտակցումը, որ այն միևնույնն է ծառայում է այս կամ այն այո քաղաքական նպատակին, որովհետև ուժեղ ազգային պետությունը դա ազգի համար քաղաքական նպատակ է։ Եվ քանի որ մեր շրջապատում մեր թշնամիները, մեր հակառակորդները կամ նույնիսկ տարբեր երկրներ ունեն այդ գիտակցումը, օրինակ փայլուն շատերս գիտենք, որ բրիտանական հանրահայտ գործիչներ, բազմաթիվ հանրահայտ գրողներ իրականում հանդիսացել են բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, այսինքն բրիտանացիները ժամանակին հասկացան, որ մշակութային գործիչը իր ամենակարևոր զենքն է, եւ ըստ էության նրանց գրվածքները եւս ծառայում էին բրիտանական կայսրությանը։ Մեր մշակութային վերնախավի մեծամասնության մոտ եզակի բացառություններով այս գիտակցումը բացակայել է եւ իմ կարծիքով նաեւ այն որ քաղաքական դաշտը ձախողել է, այն որ մենք հիմա պետական ազգային ճգնաժամի առաջ ենք կանգնած, դա եւս հենց այդ հանգամանքով է զգալիորեն պայմանավորված, որովհետեւ հայ մշակութային գործչին թվում է, թե ինքը գոյություն ունի առանձին մշակութային ինչ-որ փոքր վակուումի մեջ, գիտնականին թվում է, թե ինքը գոյություն ունի առանձին վակուումի մեջ, ուսուցչին թվում է, թե այսինքն մենք չափից շատ ենք կենտրոնանում մասնագիտական որակների վրա, եւ արանքից հանում ենք ըստ էության ամենակարևոր հարցը, այն գործը, որ ես անում եմ, այն կամ այն գործը, որ ցանկանում են անել, ինչպիսի Հայաստան է վաղը ստեղծելու։ Ինչ կարծիք եք այս մասին, այս գիտակցումը փոխելու, այս մոտեցումը փոխելու վերաբերյալ։ Էլի բազմա կոմպոնենտ է հարցը, եկեք փորձենք մի քանիսին անդրադառնանք։ Նախ եկեք ընդունենք կամ հասկանանք այն միտքը, որ մերօրյա մտավոր վերնախավը, այսպես ասած, նույն մշակույթի ոլորտի գործիչները իրենք որպես այդպիսին նախորդող սերունդ չեն ունեցել կամ եթե ունեցել նախորդող սերունդ, այդ նախորդող սերունդը ապրել է ուրիշ պայմաններում ու լուծել է այլ խնդիրներ, ապրել է սովետական պայմաններում ու փորձել է սովետական պայմանների թելադրանքի տակ թաքուն ազգային փոխանցի, այսինքն ոչ բոլորի մասին է իհարկե խոսքը, բայց խոսում եմ այն ազգային մշակույթի հայրերի մասին եւ հաջողել է ամենակարևորը զգալիորեն հաջողել է առաջին Արցախյանը վկա կարող ենք ընդունել նաեւ որ հաջողել են բայց իրենք ուրիշ պայմաններում ուրիշ խնդիր են լուծել իրենց նախորդող սերունդը կարող ենք ասել որ մեծամասամբ ընկել է 37 թվի գլխատումների ու 20-ական թվականների ոչնչացումների տակ ու նրանք էլ այլ խնդիր էին լուծում հայտնվելով նոր ստեղծվող ինչ-որ սովետական սոցիալիստական պայմանների մեջ դրանից առաջ գոյություն ունեցող մեր մտավորական
հրետանին, այսպես ասած, այլ պայմաններ մեր։ Կար երկաթված հայրենիք, որի մի մասը ռուսական ազդեցության տակ էր, մի մասը թուրքական ազդեցության տակ էր, փոխվում էր աշխարհը ֆրանսիական հեղափոխությունից հետո ու իրանք ազգային հարց բարձրացնելու խնդիր ունեին ու աշխատում էին մի հանրության հետ, որը երկար ժամանակ եղել է ոչ անկախ, ոչ ազատ մտածողության մեջ։ Նրանք էլ այլ ժամանակում այլ խնդիր էին լուծում։ Ես չեմ փորձում արդարացնել այսօրվա մեր մտավորականությանը, ուղղակի ընդունենք, որ իրանք լրիվ նոր իրավիճակում նոր խնդիր պետքա լուծեն ու իրանք պետքա դառնան առաջինները, հայրերը, այսպես ասած, հաջորդ եկող այդ մտավորականության դպրոցի կայացման, ինքը աներևույթ ինչ-որ դպրոց է, իհարկե ինչ-որ մեկի ուսուցիչը չի լինում այդտեղ, բայց բոլորը լինում են բոլորի ուսուցիչը ու իրենք առաջինն են ու այո, իրենք պետքա զորեն ու իրենք կարծես թե զորում են հասկանալու օրվա խնդիրը, որ պետքա ազգային հարց խնդիր դրվի ու ազգային խնդիր լուծվի ամեն մեկի իր ոլորտում։ Ես կարծում եմ, որ ինքը շատ կարճ ինչ-որ ժամանակահատվածում չի լինելու, բայց ինքը ժամանակի ընթացքում մի քանի տասնամյակում գալու է ինչ-որ մի հատ վիճակի, որ մենք կարողանալու ենք ասենք, որ հայկական մշակույթը կարողանում է իր առաջ դնել ազգային խնդիր ու լուծել այդ խնդիրը։ Կարևորը կարողանա դնի այդ խնդիրը։ Հետո կարողանա դնի խնդիրը, հաջորդները գան ու լուծեն խնդիրը։ Կարևորը խնդիրը դնել, ասում են խնդիրը սահմանները գործի կեսն է, չէ՞։ Մյուս կոմպոնենտը, որ հարցի կուզեի անդրադառնալ, շատ կարևոր բան ասացիք, ասացիք, որ մշակույթը վակուումի մեջ չի լինում, չէ՞, ինքը ինչ-որ խնդրի է ծառայում ու մենք պետքա դա հասկանանք, իսկ դա հասկանալուց մենք նաև հասկանում ենք մեկ այլ բան, որ այլոց մշակույթը եւս խնդիր է լուծում ու մենք պետք է հասկանանք այդ այլոց մշակույթը մեզ մոտ ինչ խնդիր է լուծում։ Իսկ դա հասկանալուց հետո մենք ավելի արագ ենք սկսում փորձել մեր ազգային մշակույթի խնդիրները դնել, սահմանել ու լուծել, որովհետեւ հասկանալի է, որ թե նույն Հոլիվուդը, թե բրիտանական ֆիլմ արտադրությունը, թե երաժշտական ոլորտները, թե մնացած բոլոր ոլորտները անգամ հագու կապը մոդա թելադրող, չգիտեմ, կազմակերպությունները մեծ թրենդային, իրանք եւս խնդիր են լուծում։ Ու շատ վախենալի է մտածել, թե ինչ խնդիր են իրանք լուծում, որտեղ իրանք մեր խնդիրները չի որ լուծում են։ Իրենք իրենց խնդիրներն են լուծում ու իրենք այդ մեծերը գլոբալները աշխարհում բնականաբար նաև մշակութային խիստ ինտենսիվ պատերազմների մեջ են ու մենք նաև այդ պատերազմների արանքում ենք հաճախ ոտատակ ընկնում ու որքան մեր նավը չի ունենում ինքնուրույնություն, այնքան ավելի ալեկոծվում է այդ խառնակ փոթորկոտ ծովերում։ Ինքնուրույնությունից բացի նավը եթե նպատակ չի լինում նավահանգիստ հասնելու, նավահանգիստ չի լինում, այո, որ նավահանգիստ պիտի հասնի, նավախ թե ուշ խորտակում, անգամ համընթաց քամին նրան չօգնում, որտեղ ըստ էության ինքը չգիտի թե ուր է գնում։ Տեսեք, եթե մենք փորձենք անդրադառնալ ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում, ազգերը նախ պարտվում են մշակույթով, այսինքն ցանկացած երկիր նվաճվում է ներսից եւ հրաժարվում է կամ եւ պարտվում է նրա մշակույթը։ Հայկական մշակույթը, հայկական քաղաքակրթությունը որպես այդպիսին ինքը շատ զորեղ զենք է եւ իր մեջ ունի բազմաթիվ շերտեր, որոնք համաշխարհային լուրջ երկրների կողմից այսօր լրջագույն ուսումնասիրվում են, մասնավորապես ես կարող եմ իմ փորձով կիսվել, երբ տարիներ առաջ Մոսկվայում ուսանում էի, իմ շատ սիրելի Հասմիկ Պապյանը Հայաստանի անկախության տոնին նվիրված համերգով էր հանդես գալիս եւ կոմիտաս էր կատարում եւ զարմանալի է, բայց իմ կողքից, այսպես ասեմ, աթոռներին նստած էին երկու ճապոնացի երիտասարդներ, որոնք Սանկտ Պետերբուրգից իմանալով, որ Հասմիկ Պապյանն երգելու է կոմիտաս, եկել էին այդ համերգը լսելու։ Եվ զրույցից հասկացա, որ նա կոմիտասը կամ նույնիսկ մեր այդ հնագույն մշակութային շերտերը, պարերը եւ այլն, համացանցում բազմաթիվ տեսանյութեր կստեղծեք, լուրջ մշակութային անցյալ ունեցող ազգերի կողմից հետաքրքիր են, ուսումնասիրվում են եւ նրանք դրա մեջ շատ լուրջ ինֆորմացիա եւ շատ լուրջ ուժ են տեսնում։
Եվ հետեւաբար մենք ունենք, այսինքն մեր ներսում այդ զորեղ մշակութային ժառանգությունը կա եւ բայց մենք չունենք դրա գիտակցումը նման ենք այն մարդկանց, ովքեր իրեն ձեռքում ունենալով ադամանդներ կամ իրեն ձեռքում ունենալով ամենահզոր զենքը այս աշխարհում քաղաքակրթական ժառանգորդներ լինելով, դա համարում ենք կեղծ, դա համարում ենք հնացած, դա համարում ենք ոչ արժեքավոր եւ փաստացի հենց այդ պատճառով հեշտությամբ հավաքական առումով, հավաքական հայությունը այն պոպուլյար, ես չեմ խոսում վերնախավի մասին կամ ես չեմ խոսում փոքրամասնության մասին։ Ես խոսում եմ հավաքական հայության մեծամասնության մասին։ Մենք դա կարող ենք տեսնելով թե ինչպիսի երաժշտություն ենք լսում։ Ունենալով հոյակապ ազգային երգեր նույն խնջույքների համար, նույն փորձեմ մի քիչ իջեցնել կենցաղայով, որովհետև մշակույթ ապրում է, եթե նա մտնում է կենցաղ։ Պատահական չի, որ մեր ժողովրդական երգերը դրանք գյուղացիների, գեղջուկներ, այսինքն երբ որ մենք տեսնում ենք այն կներեք երաշտակ ձայնային կակոֆոնիան, որ օրինակ մեր խնջույքների ժամանակ է լինում, ես կատեգորիկ աշխատում եմ չգնալ, որտեղ հոգնում երբ որ ունենք փայլուն հոյակապ երգեր եւ կա այդ շաբլոնը, ինչի ուզում եք որպեսզի, չգիտեմ, հոկոմիտասի տակ մարդիկ չեն ապարելու եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ պրիմիտիվացումը, երբ որ կա մշակույթի, դա իրոք դառնում է արդեն ազգային անվտանգության սպառնալիք։ Մյուս կողմից կա եւ մեր կարգավիճակում գտնվող ազգերը, ովքեր այսօր լրջագույն ինքնության ըստ էության կորստի վտանգի առջև են կանգնած, կարծում եմ պիտի շատ ավելի զգայուն լինեն նման թեմաների հանդեպ։ Բայց մյուս կողմից նաեւ հանրության մեջ կան շերտեր, ովքեր գիտակցում են, բայց ասում են, որ օրինակ եթե կոնկրետ ինձ ասեն, ասում են, որ ես մքացնում եմ գույները եւ ամեն ինչ այդքան վատ չէ, որքան թվում է։ Ինչ կարծիք եք այս խառնաշփոթ իրավիճակի մասին։ Նախ եկեք ընդունենք, որ մշակույթը լեզվի նման ինքնավերականգնվող ու պահպանվող հատկություն ունի ու ինքնանորոգ է ինքը ու մեր ազգի նման ազգերը, որոնք ավելի երկար պատմություն ունեն, քան շատ մնացած ազգեր, իրենց մշակույթը շատ ավելի խորքից է գալիս ու շատ ավելի կոփված մշակույթ է լինում ու ինքը իր հետ բերում է որոշակի իմաստություն, որը ունենում է նաև ժառանգվում է նաև նրանց, ովքեր բացարձակապես գուցե Կոմիտասի անունը չեն լսել, ուրմենած իմանան Կոմիտասը ինչ է ստեղծել, բայց իրանք ներքուստ ինչ որ չգիտեմ, ասեմ արյան մեջ, գենի մեջ, չգիտեմ ինչի մեջ, բայց միջավայրի մեջ, որտեղ ինքը ծնվում է մեծանա մի հատ միջավայրում, որտեղ նիստուկացը, ասենք առնվազն ունի 5-6 հազար տարվա պատմություն ու ինչ որ էվոլյուցիա է ապրել, այդ մշակույթը առանձին ինչ որ բան չի, չէ, դա մեր կյանքի մասին է։ Ու այդ մշակույթը ինքը արդեն ունի ինքնամաքրման ջրի պես, գետի պես ունի ինքնամաքրման հատկություն։ Մենք ընդհանրապես պետք է օգնենք, որ դա արագ տեղի ունենա։ Օրինակ, եթե մենք համեմատենք Կոմիտասի մասին հանրության իմացությունը 90-ականներին ու հիմա, համոզված եմ հիմա շատ ավելի լավ է վիճակը։ Կարծեմ Արտուր Մեսչյանն էր, որ մի հարցազրույցի մեջ ասում էր, որ հարցում արեցին փողոցում, ոչ մեկ չկարողացավ գոնե մի հատ քարատող երկի Կոմիտասից։ Հիմա կարծում 10-ից մեկը արդեն կա, ով որ կարա երկի, չգիտեմ 10-ից 2-ը կա թե չէ, բայց մեկը արդեն կլինի ու նույն այդ հարսանիքներին, որոնք դուք մատնանշում եք ու լրիվ համակարծիք եմ, որ շատ մեծ կամք է պետք է այդ հարսանիքներին կամ այդ մեծ խնջույքներին մնալու մինչև վերջ ու այդ մշակութային ասած ձայնային գրոհին դիմակայելու, բայց անգամ այդ արդեն այդ նույն հարսանիքներին արդեն կամաց վերադառնում մի հատ էլ դնենք սենց երկ, մի հատ էլ շուրջ բռնենք, կամաց ինքը վերադառնում է ու այդ թեզը, որ ազգային հինա հետա մնացա, մենք արդեն պետք է անենք, իմ կարծիքով փիլիսոփայական դաշտում այդ թեզը արդեն պարտվել է ու վաղը մենք այս դրական ծառի պտուղները կհամտեսենք։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դուք ասում եք, որ մշակույթը
Հրանտ Մաթեոսյանի ցիտում ասում եք, որ մշակույթ նախ պարտուն մշակույթի դաշտում լրիվ համաձայն եմ։ Երևի կհամարձակվեմ հավելեմ, ասեմ նախ փիլիսոփայության դաշտում է տեղի ունենում այդ պարտությունը կամ հաղթանակը, որից հետո ծնվում է արդեն մշակույթը ու մշակույթն է պարտվում կամ հաղթում, հետո արդեն գալիս է դա ուղիղ միջև երկրի սահմաններ։ Ու մենք մեր փիլիսոփայական առումով մենք ինքներս մի հատ մեզ վերանայենք, նորից եմ ասում, հասկանանք ինչ ենք երազում, այդ երազելը վերացական չի, այդ երազելը մեր սրտի, մեր էության ցանկություններն են, իղձերն են, ինչպիսին ենք մենք ուզում լինենք ու ինչպիսին ենք մենք մեզ լավ զգում։ Օրինակ հիմա մենք մեզ լավ ենք զգում, որ Արցախը չունենք, պարտվել ենք ու ասես փորձում ենք իբր գնանք ինչ-որ խաղաղության։ Մենք մեզ տենց լավ ենք զգում։ Օրինակ ես վերջերս իմ ծանոթներից մեկին ինձ ասում է, չես հոգնել պատերազմներից, ասենց սառեցի մի պահ, տենց տպավորություն է ստեղծվում, որ մենք երազում ենք պատերազմների մասին, չէ, մենք երազում ենք, որ ներդաշնակ լինենք, այսինքն մենք հաշտ լինենք ինքներս մեզ հետ, ու ինքներս մեզ հետ հաշտ լինելը նաև այդ մշակութային ներդաշնակության մասին է, բայց ամենավերևում այդ փիլիսոփայական ներդաշնակությունը պետք է լինի։ Դու ինչ առաքելություն ունես որպես հայ աշխարհում, ինչպիսին ես դու, լուսավոր ես, բարի ես, լույս տարածող ես, արժեք տարածող ես, եթե այսպիսին ես, ուրեմն դու այդպիսին է պետք է լինես։ Այսինքն դու չես կարող ասես, դե հիմա ես կստեղծեմ 10 ատոմային ռումբի նման ինչ-որ ռումբեր կգցեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա եւ կոչնչացնեմ եւ կհաղթեմ եւ ինձ լավ կզգամ։ Չէ, դու քեզ տենց երբեք լավ չես կարող զգաս, որովհետեւ դա քո էության չի համապատասխանում, բայց ոնց լուծես դու այդ խնդիրը, որ մնաս քո էության տիրույթներում, մնաս քո փիլիսոփայության մեջ, մնաս քո մշակութային նավեության մեջ, բայց լուծես քո խնդիրը, որովհետեւ երբ որ դու չես լուծում քո խնդիրը, դու նորից կիսատ ես մնում, որովհետեւ դու չես կարող չլինես, բայց քո մշակույթը լինի։ Դու նաև պետք է լինես։ Իսկ ինչպես դու լինես ու լինես ինքդ քեզ հետ ներդաշնակ, այս բարդագույն հարցեր են, որ մենք պետք է անընդհատ լուծելով, զուգահեռ նաև ոնց որ ասում են, դաշտային աշխատանք իրականացնելով, մոլախոտը քախանելով, համընթաց քայլել։ Համամիտ եմ լրիվ, ուղղակի ես էլի իմ տեսակետից խոսեմ, ես կարելի ասել նույնիսկ չեմ սիրում ատում եմ անպաշտպանբարությունը, որովհետև անպաշտպանբարին, որի վիճակի չէ իրեն պաշտպանել, դա թուլություն է։ Դա թուլություն է, եւ այդ հասկացությունների տարբերակումը պիտի հասկանանք, որովհետև դու պիտի բավականաչափ ուժեղ լինես քո մշակույթին տեր կանգնելու համար, որովհետև եթե դու չլինես, քո մշակույթը կյուրացվի ուրիշների կողմից եւ դու ընդհանրապես անհետ կկորչես աշխարհում։ Հետևաբար չպիտի նույնացնենք բարությունը թուլության հետ։ Երբեք։ Մենք պիտի առաջին հերթին, այո, բայց ազգային պետական դաշտում ինձ համար ես այդ խնդիրը լուծել եմ։ Հրանտ Մաթեոսյանի խոսքերով ասեմ, չպիտի լինես այնքան դառը, որ թքեն եւ չպիտի լինես այնքան քաղցր, որ կուլ տան, այսինքն քո տեղը պիտի գտնես ու նաեւ մեր առաքելությունն է տեր կանգնել մեր մշակութային ժառանգությանը, լինել այնքան ուժեղ, որպեսզի թշնամին չփղծի մեր մշակութային ժառանգությունը, որովհետեւ եթե մենք դա թույլ ենք տալիս, այս կամ այն պատճառից ելնելով, ուրեմն մենք առնվազն այդ մի առաքելությունը ձախողել ենք։ Հետևաբար սա շատ կարևոր է եւ եթե փորձենք ամփոփել մեր հաղորդումը եւ կրկին վերադառնանք հաղորդման սկզբում հնչած այդ անիմացիոն ֆիլմերի գաղափարին, ճիշտն ասած, իմ կարծիքով ժամանակակից տեխնոլոգիաները բավականաչափ հեշտացնում են հանրության գործը այդ դաշտում աշխատանք տանելու համար, որովհետեւ դարձնում են նույն, ասենք, ֆիլմերի ստեղծումը եւ այլն համեմատաբար ավելի մատչելի նախկինի համեմատ եւ եթե մենք սնվենք մեր մշակութային ժառանգությունից, լինի դա
սիմվոլների տեսքով լինի, դա նույն գույների տեսքով, որոնք ժառանգեն լինի, դա երաժշտության տեսքով եւ մնացած ամեն ինչ, նույն աշխարհագրության տեսքով, աշխարհագրությունը ճակատագիր է պատմում, այսինքն եթե մենք դա կարողացանք վիրտուալ իրականության մեջ ստեղծել վիրտուալ իրականությունում եւ մեր պատանիները, մեր երեխաները, մեր երիտասարդները, ինչու՞ չէ մեծահասակները սովորեն դրան, նրանք վիզուալ արդեն փոխվելու է նրանց միտքը եւ մենք մի քայլ ավելի կմոտենանք անպայմանական բեկմանը մշակութային փիլիսոփայական դաշտում, որովհետև այո բոլոր մեծագույն քաղաքական փոփոխությունների աղբյուրը փիլիսոփայական լրջագույն զարգացումներն են եւ գուցե այդ բեկումը հնարավորություն կտա արդեն ֆիզիկական դաշտում փոխել այն իրականությունը, որը մենք ունենք եւ որի հետ ես եւ դուք ամենայն դեպս հաստատ հաշտ չենք։ Անշուշտ կազդի ու մեծ ազդեցություն կունենա ու կփոխի։ Նաև ճիշտ է, որ այսօրվա տեխնոլոգիաները բավական հեշտացնում են ոչ պետական հանրային ուժերի աշխատանքը, բայց այս տենդենսը միայն մեզ մոտ չի պարզ, ամբողջ աշխարհում է, երևի ամենատենց կրիտիկական կետերից մեկում է մարդկությունը գտնվում, որտեղ ոչ իշխանական, ոչ պետական ուժերի ձեռքին բավական մեծ հնարավորություններ են հայտնվել տեխնոլոգիաների միջոցով, մենք տեսնում ենք, չէ, միջազգային կորպորացիաները, հատկապես այս արհեստական բանականության ասպարեզում արդեն առաջի դեմքերի հետ են աշխատում ու դա ուղղակի չի, այսինքն այդ հնարավորությունների մասին է նաև խոսքը, որը մենք չօգտագործելու իրավունք չունենք ու ժամանակ էլ չունենք կորցնելու, որովհետև չգիտենք մենք 5-10 տարի հետո, 20 տարի հետո ինչ ուր կգնա ամբողջ աշխարհը ու այդ արդյոք այդ հնարավորությունները 10 տարի հետո կլինեն հանրության ձեռքում, թե չէ, հիմա որքան հնարավորություն կա, մենք պետքա օր ու գիշեր անելով, չքնելով, չգիտեմ, պահուստների ասեմ, չգիտեմ, ազատ ժամանցի համար նախատեսված միջոցների ասեմ, ինչ հնարավորություն կա, պետքա դնենք այս կրթող, մշակութային ու նաև նորմալ տեխնիկական ժամանակին հիշում եք մուլտֆիլմստանը երազում էինք մենք փոքր ժամանակ, որ հայկական Սասունցի Դավիթը մի հատ նորմալ, ասենք Գերկուլեսի նման բան ունենա, հիմա այդ հնարավորությունը կա ու այնքան կա, որ անգամ եթե պետությունը չի անում, կարա հանրային դաշտը անի ու մենք ուղղակի չենք կարա դա չանենք, մենք պետքա այս դաշտը ամբողջությամբ լցնենք ու այս առանց իրար չի լինի, մենք պետքա փոխադարձ այս փոքր ֆիլմը, որ ստեղծեցինք, որ արդեն հաղորդման սկզբում ասացի 423,000 դրամ գումար էր հավաքվել, որպեսզի պատկերացնեք, էլի 50-ից ավել մարդ է գումար փոխանցել, որպեսզի պատկերացնեք, ինչ ես չեմ ուզում ասեմ փոքր, որտեղ այդ 1000 դրամներ շատ մեծ գումար էր փաստորեն, այստեղ ձայն բազմացի օրենքն է գալիս, եթե բոլորը ցանկանան, դա ուղղակի կլինի, ընդհանրապես պետքա ցանկանալ ու չթողնել դա ցանկության դաշտում, ինչ որ փոքրիկ գործողության վերածել դա։ Այսքանը կասեմ, շնորհակալ եմ հաղորդման համար, հաղորդումը եւս շատ կարևոր խնդիր է լուծում, մենք էլ բարձունքում փորձում ենք ինչքան հնարավոր է եթերներ ստեղծել, շուտով նոր տարում եւս մի քանի հաղորդում ոդքասթային կստեղծենք, որը նաեւ կսպասարկի այս քաղաքական դաշտի նախընտրական շրջանին, հետո եթե հաղորդումները ստացվի, արդեն դրանից հետո էլ կպահպանենք։ Եթերում եւս պատերազմ է գնում ու մենք պետք է այդ պատերազմին եւս մասնակցենք ու ոչ միայն մասնակցենք, այլ հաղթելու տրամաբանությամբ մասնակցենք ու մենք պետք է այդ եթերը տարածելու, այսինքն եթե ինչ-որ հաստափոր սրիկաներ գումարով են տարածում իրենց հաղորդումները, մենք ուղղակի կարող ենք տարածել մեր քանակով, այսինքն եթե մարդը գտնում է, որ դա իր հոգուց է բխում ու ճշմարիտ է, ընդհանրապես տարածում է դա ու դա համարժեք է նաև միջոց փոխանցելու։ Լիովին համաձայն եմ, երբ որ մենք խոսում ենք ռեսուրսից, խնդիրը միայն
նյութական ռեսուրսը չի։ Դա նա մարդու մասնակցությունն է, ներգրավվածությունն է, թեկուզ բարի խոսքն է, ինչ որ միտեղ ասված, եւ ուրբաթ օրը իրոք թող բոլորին հրավիրում ենք բարձունք, ինքներդ կտեսնեք, 5 շաբթի կներեք շփոթեցի օրը, այդ դեպքում ամսի 18-ին, ամսաթով ասեմ, բոլորին հրավիրում ենք բարձունք, կտեսնեք թե ինչ հոյակապ գործ է արվել, իրոք շատ լավ, եւ ամենակարևորը թող այս գործի մեկնարկը, այդ հաջողված մեկնարկը, որակյալ, ամենակարևորը որակյալ գործ է արել, որի համար իրոք չես ամաչում, անգամ արտասահմանյան ընկերներին, ծանոթներին ներկայանալու տեսակետից եւ թող դա լինի շարունակական, արդեն առաջինից գործը եւ մենք հասկանանք, որ նոր տարի է եւ լավագույն նվերը ինքներս մեզ նաեւ մասնակցելն է, որպեսզի այդ նախագիծը շարունակվի եւ ամբողջ ֆիլմաշարը ամբողջանը։ Այսօր այսքանը, դիտեք մեր հաղորդումները, դիտեք մեր զրույցը, մենք փորձում ենք անդրադառնալ կարևոր եւ մեր կարծիքով շատ ակտուալ հարցերի եւ ինչպես նաեւ միացեք ազգային հարթակին, որպեսզի միասին փոխենք այն իրականությունը, որի հետ համաձայն չենք։ Ձեզ համար զրույցը վարեց ազգ նախաձեռնության անդամ Արփի Թոփչյանը, մեր հյուրն էր Բարձունք հասարակական կազմակերպության առաջնորդող խորհրդի անդամ Գեգամ Օհանյանը։